Արժապետ ձեր թիմակիցները, կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ պրոցեսը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին, հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնմխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք ծեծում ու դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Չէ, նկատի ունեմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգեր կար հնարավոր կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Հիմա ըստ էության ստացվում այնտեղ մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների հնարավոր։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական պրոցեսն է, պետք է հնարավոր է հեռացվեն կուսակցությունից, կուսակիցները ձեր կուսակիցները։ Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց մեկը փոցեցի համար է մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Այսինքն չի նշանակում կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական պրոցեսների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել են միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման իրավիճակը Կոնջորյանի տեխնատության հարցը չի վերանայվի։ Ինչի պետք է վերանայվի։ Ընտանիքի անդամների հետ կապված պատմությունը։ Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը կարող է որ ասում են իրանում է նաև Ավետ Կոնջորյանը շատ հարցեր լուծելու համար։ Ես տեսանյութը չգիտեք ինչ ես չգիտեմ, ես